Ասում են, եղինջը ստեղծվել է, որպեսզի մարդը չմոռանա ցավի ու առողջության կապը, եւ երբ եղինջը կծում է մաշկը, ապա արթնանում է արյունը եւ կյանքը մարդու մեջ։ Սիրելիներս, այն պարունակում է չափից ավելի շատ վիտամիններ, C, K, հանքանյութեր, որ չափից ավելի առողջարար է եւ ամենակարևորը նաեւ երկաթ եւ խլորոֆիլ, որը նպաստում է, որ մեր արյունը ել ավելի նորմալանա, երկաթով հարստանա, սակավարյունությունը վերանա եւ նաեւ նպաստում է, որ ավելի շատ խլորոֆիլը մաքրի մեր արյունը։ Սիրելիներս, այն մաքրում է մեր լյարդը, աղեստամոքսային տրակտը եւ ձեզ ասեմ, այն հրաշալի է ամբողջ օրգան համակարգերի համար եւ անգամ ասում են նաեւ, եթե ծիծեռնախոտը հզորացնում է մարմինը մաքրելով այն, ապա եղինջը սնունդ է եւ բարձրացնում է դիմադրողականությունը։ Այս ժամանակահատվածում հաճախակի օգտագործեք եղինջ եւ եթե չորացած է, ապա 1 թեյ գտալ չորացած հումքի վրա ավելացնում ենք 250 գրամ եռացող ջուր եւ թողնում 10-ից 15 րոպե խմում, օրը 1-2 անգամ։ Եթե ունեք արյան բարձր ճնշում զգուշությամբ կամ եթե հղի մայր, ապա նույնպես զգուշությամբ։ Սիրելիներս, այն օգտակար է ամբողջ օրգան համակարգերին։ Եղինջի մեջ կա վիտամին K, որը նպաստում է, որ մաշկը քերծվելուց ապա արյունահոսություն չլինի։ Քթի արյունահոսության դեպքում անպայման խորհուրդ է տրվում եղինջ օգտագործել։ Եղինջի թարմ ճյուղերը, տերևները ընդհանրապես մտցնում եք եռմանջրի մեջ, թողնում 1-2 րոպե, հանում եւ կարող եք որևիցե ձիթայուղ եւ կամ կարագ կենթանական եւ օգտագործել։ Այն հրաշալի է ամբողջ օրգան համակարգերի համար, սրտի աշխատանքը լավացնելու համար, լյարդի վիճակը կարգավորելու, բայց ասեմ, եթե ունեք խնդիր լյարդի վիճակի վերաբերյալ իմանալու համար, պետք է կատարեք սոնոգրաֆիա, որպեսզի իմանաք ինչպիսին է ձեր լյարդի ֆունկցիան։ Նաև ասեմ, լյարդի որովայնի սոնոգրաֆիան արժի ընդամենը 3000 դրամ։ Պետք է նաև հետազոտել վահանաձև գիածը, որը կարևոր մոտորիկն է ձեր օրգան համակարգերին։ 3000 մուծելով դուք կարող եք իմանալ ինչպիսին է ձեր վահանաձև գիածը, որովհետև մեկը մյուսի հետ կապված են եւ եթե ուզում եք ձեր նյութափոխանակությունը լավ լինի, ապա անպայման ստուգումներից հետո բժիշկների բուժում։